Ինձ անառակ զավակներ պետք չեն, ժողովուրդ ջան, ինձ անառակ զավակներ պետք չեն։ Եվ այդ անառակ զավակները վերադարձի շանս երբեք չեն ունենալու, դրա համար իրանք ընկեր են աշխարհ եւ պապաներ են ման գալիս իրանց համար, բայց էլի եմ ասում, իրանք չեն հասկանում, որ իրանք ընդամենը մանրադրամի դերում են, այս ընտրություններից հետո իրանք որպես մանրադրամ խուրդելու են ուղղակի, եւ դուք դա սեփական աչքերով տեսնում եք, Հայաստանի Հանրապետ, ես ասել եմ, նրանք երազելու են Հայաստանի Քոչարյանը, Կալուգացին, Ծառուկյանը, երազելու են Հայաստանից փախնելու հնարավորության մասին, բայց իրանք չեն ունենալու այդ հնարավորությունը, չեն ունենալու այդ հնարավորությունը։ Ժորժ ջան, այս ամեն ինչ իհարկե շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ այս ընտրությունների մեծագույն հարցերի հարցը հետեւյալն է. արդյոք Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է խաղաղությունը։ Որտեղ է ամենակարևոր հարցը։ Այս ընտրություններում ով գնաց քվեարկության եւ բոլորը պետքա քվեարկության գնան եւ պետքա քվեարկության գնան որպեսզի պատասխանեն մի հարցի իրանք տեր կանգնում են խաղաղությանը թե տեր չեն կանգնում իրանք տեր կանգնում են պետությանը թե տեր չեն կանգնում իրանք տեր կանգնում են ապագային թե տեր չեն կանգնում Էսա պատճառը որ բոլորիդ կոչ եմ անում խնդրում եմ հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք